Մոնթե Մելքոնյան, Հայաստանի ազգային հերոս եւ Արցախի հերոս, պատմական արդարության համար պայքարող, ազգային ազատագրական շարժման եւ արցախյան պատերազմի մարտիկ, Մարտունու պաշտպանական շրջանի հրամանատար, մեկը փայլունց զորահրամանատարներից, որոնց շնորհիվ Արցախի բանակը անպարտելի դարձավ։ Մոնթե Մելքոնյանը ծնվել է 1957 թվականի նոյեմբերի 25-ին Կալիֆոռնիայի Վայսելիա քաղաքում, Ֆրեզնոյի մոտ։ Նրա ծնողները վարպետ Հյուսեն Չարլզ եւ ուսուցչուհի Իզաբել Մելքոնյանները Արևմտյան Հայաստանից գաղթածների զավակներ էին։ Նրանք ուզում էին ընդմիշտ մոռանալ սարսափելի անցյալի ցեղասպանության մասին եւ երեխաներին իրենց պատմական հայրենիքի մասին ոչինչ չէին պատմում։ 75 թվականին Մոնթեն գերազանցությամբ ավարտեց Բերքլիի համալսարանի պատմության եւ հնագիտության ֆակուլտետը։ Նա արդեն 7 օտար լեզու էր սովորել, բայց երազում էր սովորել մայրենի հայոց լեզուն։ Նա չկարողացավ խորհրդային Հայաստան գալ եւ մեկնեց Իրան, որտեղ խոշոր հայկական համայնք կար, իսկ շուտով տեղափոխվեց Լիբանան։ Մոնթեն պատանու պես երազում էր մարտական բնակավայր հիմնել, որը կդաստիարակեր հայ ժողովրդի պաշտպանների։ Նա եկավ Բեյրութից ոչ հեռու գտնվող Անջար հայկական գյուղ, որտեղ հպարտ մուսալերի ժառանգներն էին ապրում։ Իր երազանքը իրագործել նա չկարողացավ, բայց այստեղ հանդիպեց 15-ամյա Սեդա Գպրանյանին, որը հետագայում նրա կյանքի ուղեկիցը դարձավ։ 1980 թվականի գարնանը Մոնթե Մելքոնյանն ընդունվեց Ասալա կազմակերպություն։ 1981-ի սեպտեմբերին Մոնթեն դուրս եկավ Ասալայից եւ ստեղծեց իր կազմակերպությունը, որպեսզի զբաղվի քաղաքական բաց պայքարով։ Սակայն 1985-ի նոյեմբերին ձերբակալվեց Փարիզում եւ դատապարտվեց 6 տարվա ազատազրկման։ Արցախյան շարժումը սկսավ եւ ես իրեն օրակրթության պես կքրեի թե ինչ կբադայի օպերայի հրաբարագի մեջ եւ գքրեի իրեն թե այս շարժումը թեպի ուր գերտա։ Ինք շատ մոդեն գհետեվեր Արցախյան շարժման։ Ես 15 տարի թատված էի, բայց վերջի տարին 5 տարին պիտի ներեին ինձ։ Եվ այդպես Մոնթեն ինձ նամակ գրել է, որ եթե գազագերբությունը առաջարկներ անի, որ արաբական երկիրներ էր տալու, մերժի, քանի որ մեր պայքարը շարունակվելու է Հայաստանում, Արցախում։ Արցախը դարձավ ամենամեծ առաջնահերթությունը իրեն համար եւ անգամ հարց չկար, որ ինքը պետք է երթա Արցախ։ 1989 թվականի հունվարի 16-ին Մոնթեն ազատ արձակվեց եւ սկսեց ուղիներ փնտրել գալու Հայաստան, այնտեղ որտեղ ցանկանում էր շարունակել իր պայքարը եւ որտեղ կարող էր միանալ իր սիրած աղջկան։ Ինքը եկավ Հայաստան հոկտեմբեր 6 1990-ին, ինքը մնաց Հայաստանի տարածքի մեջ։ Ես իրենսի որ այդ ժամանակ անխելքություն է երթալը, երբ որ ամեն մարդ